որ ասում են ասենք նաև պետական մարմինների հետ կապված, դրա հետ է կապված, որ Երևանի քաղաքապետարանը ապօրինի ձևով զավթում է մեր գնաց հողամասից 4000 քառակուսի մետր զավթում է։ Հիմա մենք ինչ անենք։ Դիմումները գրած է, դրա մասին բոլորը տեղյակ են, կառավարություն, վարչապետին, բոլոր տեղերը դիմումները գրած է, հստակ այդ բոլոր ապօրինությունները սաղ նկարագրած է, բայց որևէ գործողություն չի արվում։ Նույն իրավապահ համակարգը ոչ մի բան չի անում այդ ապօրինությունների հետ կապված։ Ինչ անենք, ասեք։ Ինչ է եղած։ Խոթտղաց աշխատում անդամները։ Պարբերաբար հնչում խորհրդորների ոստիկանների կողմից բացել ճանապարհը, ինչ որոշում եք։ Մենք որոշել ենք, քաղաքակիրթ եղանակով ենք մենք մեր ակցիան իրականացնում։ Մենք այս եղանակով փորձում ենք մեր ձայնը հասցնել պատկան մարմիններին, կառավարությանը, Երևանի քաղաքապետին, որ այսպես չի կարելի մի ամբողջ 4000 բնակչություն ունեցող թաղամասին թողնել մենակ ու ընդհանրապես թքած ունենալ այդ քաղաքացիների ճակատագրի վրա։ 30 րոպեից ավելի փակել եք ճանապարհը, ոչ կառավարությունը։ Մենք պայմանավորվեցինք մեր համայնքային ոստիկանների հետ, որ այո, մեր համայնքային ոստիկանները շատ պարկեշտ վարք են դրսևորել, շատ պատշաճ ծառայություն իրականացնում, պահպանում են հասարակական կարգը։ Մենք էլ պայմանավորվել ենք համայնքային ոստիկանների հետ, որ 9-ից 10 րոպեին մենք կբացենք ճանապարհները, բայց այս պրոցեսները լինելու են շարունակական, մինչև մենք պատշաճ արձագանք չստանանք քաղաքապետարանից եւ կառավարությունից։ Եթե պատշաճ արձագանք չլինի, ակցիաները շարունակվելու են ավելի հզոր ու տարածական առումով տարածվելու են արդեն այլ ուղղություններով։ Ընդհուպ մինչև Դավիթ Հաշենի կամուրջ տանող բոլոր ճանապարհները մեր կողմից էլի փակվելու են։ Հաշվեք ճանապարհը փակել են այդ բաները, ղեկավար պատկան մարմինները, որ ուզում են մեր հարցերին պատասխանում չեն գալիս, հաշվեք իրենք են ճանապարհը փակել։ Թող գան, ոչ մեկ չի փակի։ Քաղաքապետարանից եկան, ոչ կառավարությունից, դուք ակնկալիք ունեիք, բայց չեկան։ Մենք մեր պահանջները, այո, ներկայացրել ենք, մեր պահանջները նաև հրապարակված են լրատվամիջոցների իրենց կայքեջերում։ Ես հույս ունեմ, որ մեր պաշտոնյաները ի վերջո կգտնեն այդ կամքը, չեն ունեն այդ կաշկանդվածությունը, որը մեր ենթադրությամբ ունեն, եւ կփորձեն բնակիչների հետ հանդիպել եւ բնակիչների խնդիրներին արդարացի լուծում կտան։ 2 տարի է բարձրաձայնում եք, հիմա կհիշեցնեք ինչ եք պահանջում, ամենագլխավոր 3 քայլերը։ Գլխավոր պահանջներն են այս պահի դրությամբ, որ նախ եւ առաջ պետքա վերադարձվի մեզանից խլած, մեր կողմից գնված 4000 քառակուսի մետր հողատարածքը, որը նախագծով նախատեսված է բակային եւ կանաչապատ տարածքի համար։ Սա թող Երևանի քաղաքապետը որպես ուղերձ ընդունի, իսկ կառավարությունը որպես վերահսկող թող այդ process-ը վերահսկի, որ դա տեղի ունենա, որովհետեւ մենք գնման իրավունքներով ձեռք ենք բերել այդ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականություն, մեր իրավունքները ամբողջովին ոտնահարվել են եւ այդ հողամասը ուղղակի առանձնացվել է եւ նախնական առողջարքի պայմանագրով օտարվել է։ Մյուս պահանջը մեր կապված է բնակարանների սեփականության իրավունքի փոխանցման հետ։ Սեփականության իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի այնպիսի մեխանիզմներով, որ քաղաքացիներից, գնորդներից հավելյալ գումարներ չպահանջվի ոչ մի կառույցի կողմից, այդ թվում բանկի, չգիտեմ, ասենք, եթե ասենք այլ կառույցներ կան իրանց կողմից էլ։ Բնակիչը պայմանագրով սահմանված գինը արդեն վճարել է եւ չի պատրաստվում այլևս հավելյալ գումարներ վճարել։ Եվ շատ կարեւոր է կանխիկ վճարումներով գնորդների հարցը, որ էլի այս բնակիչները այստեղ հավաքված են, նոտարի իրականացրած հանցագործ գործողությունների հետևանքով այս մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, որ պարտավոր են նորից իրենց պայմանագրի գումարը ամբողջությամբ վճարեն։ Այդ հարցի արդարացի լուծում, պատասխանատվության թող ենթարկեն նոտարին, կառուցապատողին, չգիտեմ, այդ կանխիկ գումարը խարդախությամբ մարդկանցից վերցրել են։ Եվ ամենակարևորը նորից ուղերձը քաղաքապետարանին, որ չպետք է թույլատրվի նախագծի որևէ փոփոխություն, ինչը որ հաստատված է եղել,
եւ պետքա լուծեն այս թաղամասի շահագործման թույլտվության հարցը, որովհետեւ այն իրավիճակում փաստացի ինչ որ մենք ունենք այսօր հողի վրա, այդ իրավիճակում օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման թույլտվություն ստանալ հնարավոր չի։ Հայկի ձեր կարծիքով զարմանալի չի, որ 2018-ին այս ճանապարհներ փակելով իշխանության եկածները նախորդ տարի ասենք կանենք կարկախոսով իշխանություն նորից վերցրած քաղաքային իշխանությունը անտարբերություն է ցուցաբերում, որովհետև ըստ էության այս խնդիրը առկա է շատ թաղամասերի հետ ու բնակիչները բարբերաբար, այդ թվում եւ օրինակ նույն վերածնունդ թաղամասի բնակիչները ստիպված էին բողոքի ակցիաներով հասնել խնդրի որոշակի կարգավորմանը։ Ինչով եք պայմանավորում եւ կենտրոնական եւ քաղաքային իշխանության անտարբերությունը բնակիչների հանդեպ։ Տեսեք, ես կարծում եմ, որ խնդիրը համակարգային է եւ իրավական, անհրաժեշտություն կա օրենքներով, իրավական ակտերով կարգավորել կառուցապատման վերաբերվող օրենսդրությունը եւ իրավական ակտերը, որպեսզի նմանատիպ դեպքեր չլինեն։ Այդ թվում նաեւ գումարների փոխանցումը կատարվի, երբ որ բնակարանները Այո, տեսեք, եթե նոտարը պատշաճ ձևով իրականացներ իր օրենքով իրեն լիազորված գործողությունները, ոչ մի բնակիչ չէր հայտնվի այս վիճակում կանխիկ վճարած բնակիչներին նկատմամբ, որովհետև նոտարը պարտավոր էր մարդկանց պարզաբանել, որ կառուցող շենքից անշարժ գույքի գնման իրավունք ձեռք բերելիս գնորդը պետքա վճարի բացառապես անկանխիկ եղանակով կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցման միջոցով։ Նոտարը պետքա տեղեկացներ դա գնորդին պայմանագիրը ստորագրելուց առաջ, որը նոտարը չի արել։ Դե ենթադրում ենք ինչի չի արել, երևի ոչ թե երևի իրար հետ կազմակերպված են այդ process-ը իրականացրել։ Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ պատկան մարմինների հետ կապված կամ իշխանությունների, այո, մենք տեսնում ենք մի վարքագիծ եւ կառավարության կողմից եւ Երևանի համայնքի կողմից, որ անտեսվում են սեփական երկրի քաղաքացիների իրավունքները, անտեսվում են սեփական երկրի քաղաքացիների խնդիրները ու որևէ կերպ արձագանք, պատշաճ արձագանք չի տրվում։ Հիմա ճանապարհը բացելուց հետո այսօրվա ակցիան կհամարեք ավարտված։ Այսօրվա ակցիան մենք այո հիմա ճանապարհը կբացենք, կհամարենք ավարտված, բայց եթե չլինեն հստակ պատշաճ արձագանքներ պատկան մարմինների կողմից, մենք այս ակցիաները շարունակական բնույթ է կրելու ու ավելի հզոր ծավալներով, ինչպես նաև ես կոչ եմ անում մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր բախվում են կառուցապատողների հետ խնդիրների ու իրենք էլ ունեն խնդիրներ, որոնք չի լուծում ոչ Երևանի համայնքի կողմից, ոչ կառավարության բոլորս պետք է համախմբենք, Ժողովուրդ ջան, սա համակարգային, սա խնդիր է։ Այստեղ բոլոր բնականon ձեռք բերողները երիտասարդ ընտանիքներ են մանկահասակ երեխաներով ու ասենք չի կարելի պետության մեջ նմանատիպ մեծ ներդրում կատարած երիտասարդ ընտանիքներին այսպես վերաբերվել։ Այս թող պետությունը իդեմս կառավարության սա շատ լավ գիտակցի։ Թունյանն էլ խոստացավ, որ որոշակի քայլեր կձեռնարկի նախ 2 տարի ասաց, որ ապրում է այստեղ ու այս 2 տարում ինքը ձեր պայքարին միացրած է։ Մենք որոշակի շփումներ ունեցել ենք պարոն Թունյանի հետ, այո, եղել են շփումներ, փորձ է արվել որոշակի խնդիրների լուծում ստանալ, բայց ցավոք առ այսօր մենք չենք ստացել այդ լուծումները։ Հիմա եկամտահարկի վերադարձով կառուցապատողից առաջնային շուկայից գույք գնելու իրավունքը տեղափոխվում է մարզեր։ Այս խնդիրը կլինի մարզերում ձեր կարծիքով։ Ինչպես Հիմա եկամտահարկի վերադարձով բնակարան գնելու իրավունքը տեղափոխվում է մարզեր, կարծում եք այսպիսի խնդիրներ են տեղել շարունակ։ Եթե տեսեք օրենսդրությունը այդ բացը թույլ է տվել, Եթե օրենսդրությունը այդ բացը թույլ է տվել, ապա այո, նույնը տեղի ունենալ նաև մարզերում։ Տեսեք, վերցնելու են որպես սկզբում, որպես նախադեպ, որ այս կառուցապատողը արեց եւ մարսեց այդ ամեն ինչը, այսինքն որևէ օրենքի հանդեպ պատասխանատվություն չկրեց ու բնականաբար մյուս կառուցապատողների ախորժակը նույնպես բացվելու է։ Տեսեք, սա մեր նախագծի Սա այն է եղել, ինչը որ առաջարկվել է մեզ ու վաճառվել է մեզ։ Այս մակետը, ինչպես քաղաքապետարանի Խոջոյանը, Պաշտոնյան ասում է, որ բնակիչները տեղյակ չեն, գնում են սիրուն մակետներն են նայում գնում։ Խոջոյանին ես կասեմ, պարոն Խոջոյան, դուք ձեր տեղում չեք։ Դուք ուղղակի այդ աշխատանքի պաշտոնին նշանակվելու իրավունք չունեիք, որովհետև այս մակետը կազմվել է քաղաքապետարանի կողմից հաստատված այս նախագծի հիման վրա
այս նախագծի հիման վրա, որտեղ այս ամեն ինչը կա։ Այս էլ իրանց կնիքներն է դրած համաձայնեցված։ Ու ասենք առնվազն զարմանալի է, թե քաղաքապետարանի պաշտոնյան տեղյակ չլինելով այս ամեն ինչի մասին մեղադրում է բնակիչներին, որ մենք գնացել ենք այս գեղեցիկ մակետը նայել ենք, բնական ենք ձեր վրա։ Խնդրում եմ նայեք այս մակետը ու այս նախագիծը։ Ինչ որ այս նախագծով հաստատել է Երևանի քաղաքապետարանը, այդ նախագծով ստեղծվել է այս մակետը։ Այս ցույց է տրվել բնակիչներին, ես անձամբ ծանոթացել եմ այս նախագծին, կադաստրից ստացել եմ այս նախագծի հատակագծի օրինակը եւ դրա հիման վրա ձեռք եմ բերել այս բնակարանը։ Ինչա այս նախագիծը փոփոխության ենթարկվել։ Ինչա այս հատվածում, որ պետքա լիներ շատրվաններ, պետքա լինեին ամֆիթատրոն, այս հատվածում առանձնացվել է 4000 քառակուսի մետր հողատարածքը, որտեղ կառուցապատողը մեծ ախորժակներ ունի, որ էլի պետքա շենքեր կառուցի այդտեղ։ Այդ ամբողջ սխեմայի մեջ Այո, սրա մասին է խոսքը։ Այս սխեմայի մեջ նաև բանկը ունի իր մեղավորությունը, Ամյո բանկը, որովհետև Ամյո բանկը տվել է այդ համաձայնությունը, որ իր մոտ գրավի առարկա հանդիսացող այդ հողամասից առանձնացվի այդ 4000 քառակուսի մետրը, մենք ունենք տենց ենթադրություններ, որ ուղղակի բանկը հնարավորություն է տվել ապօրինի ճանապարհներով, որպեսզի կառուցապատողը այդտեղ նորից շենքեր կառուցի, պայմանով, որ իր չմարված վարկային պարտավորությունը կմարի։ Այնինչ երևի բանկը լավ չի ճանաչում կառուցապատողին ու չի հետևել կառուցապատողի փաստացի սեփականատիրոջ նախորդ պրոյեկտները, այդ թվում Կոմիտաս 15 հասցեի հետ կապված, որտեղ էլի սնանկության process-ը գնացել ամբողջությամբ նույնությամբ, ոնց որ մեր մոտ։ Նույն կառուցապատողը։ Նույն փաստացի սեփականատերը, այո, բայց այլ ընկերությունով, Տեխնոպրոֆ սահմանափակ պատասխանությամբ ընկերությունով, որտեղ էլի կապալառուն եղել է KR Construction ընկերությունը, ոնց որ մեր դեպքում, որտեղ էլի ֆինանսավորող եղել է Ամյո բանկը, նախկին Հայ բիզնես բանկը, ոնց որ մեր դեպքում, որտեղ սնանկության դատավորը էլի Սամվել Թադևոսյանը, ոնց որ մեր դեպքում, սնանկության կառավարիչը Գևորգ Գևորգյանը, ոնց որ մեր դեպքում, սնանկության process-ը նույն ձևով է գնացել, ոնց որ մեր դեպքում, այսինքն բնակիչներից մեկը դատի է տվել սնանկ ճանաչելու հայցով։ Այսինքն այս ամեն ինչը, եթե մենք օրինական իրավական պետություն ենք մեզ համարում, այս իրավական պետությունում այդ ամեն ինչին պետք է իրավական գնահատականներ տրվեր։ Բայց մենք առ այսօր չունենք այդ իրավական։ Բացեցիք ճանապարհը։ Հա, ճանապարհը մենք բացել ենք։ Հաջորդը ձեր քայլերի Մենք այս քայլերի հաջորդականությունը հետևյալն է։ Մենք այսօր կսպասենք քաղաքապետարանի առնվազն եւ կառավարության արձագանքին, եթե չլինեն արձագանքները, մենք բնականաբար շարունակելու ենք ակցիաները, էլի ճանապարհները փակելու միջոցով։ Մենք դրա մասին անկեղծ ենք եղել, նաև ասել ենք 5-7 օրը կառավարության շենքի մոտ հավաքի ժամանակ, որ եթե մեզ պատշաճ արձագանք չտրվի մեր հարցերին, մենք գնալու ենք ծայրահեղ քայլերի ճանապարհները փակելու միջոցով։ Հիմա այդ process-ը գնացել է, այդ process-ը լինելու է շարունակական այնքան ժամանակ, մինչև պատկան մարմինների կողմից հստակ պատասխաններ չտրվի մեր խնդիրներին։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ։